Կառավարության դիմաց եք, նոր փաստաբանի հետ զրուցեցինք, նշում եք, որ մենք հավաքվել ենք այսքան մարդ մի բանի համար արդարություն ենք պահանջում։ Մեր աղբերը նաղդի դատապարտված է, բայց անարդար վիճակ է։ Մենք ուզում ենք արդարություն։ Իսկ մեղավորը, որ դատարանում ասել է ես եմ մեղավոր, ինքը ազատության մեջ է այս պահին։ Մենք այդ ենք պահանջում ենք արդարություն, ճիշտ դատավարություն, այդքան բան։ ճանաչում եք ով հայտարարել էր, որ Այո, մեր գյուղացի է։ Ու Նարեկ Սարգսյանը տուն էլ գնացել եկել է ինքը։ կարծում եք, որ իսկապես ինքն է այս ժամանակ լռել է։ Էդի թող որոշի դատարանն ու թող որոշի կառավարությունը, մենք չգիտենք։ Մենք պահանջում ենք այս պահին արդարություն, այդքան մի բան։ Չէ, որտեվ դատական process-ը նոր չի էլի, բավական ժամանակ Դե ինքն է դատարանում ասել, որ ես եմ մեղավորը։ Ես եմ արել սպանությունը։ Այսքան ժամանակ ուզում հասկան բողոքի ակցիաներ, օրինակ նույն այդ արդարության պահանջով, որ ձեր, չգիտեմ, համագյուղացին է երևի Նարեկ Սարգսյանը, չի եղել, դրա համար ուզում հասկամ ինչու հենց հիմա եք անում, այդ հայտարարությունն է ստիպել։ Չէ, մենք մի անգամ ենք արել այտենց հավաք, որ ասել ենք արդարություն ենք պահանջում։ Եղել է դեպք, որ արել ենք էլի սենց ակցիաներ, որ մեր աղբորը ազատ արձակեն։ Իսկ այս վերջի անգամ ինքն է դատարանում ասել, որ ես եմ մեղավորը, մենք հիմա եկել ենք, պետքա 10 օր, 20 օր, ամիսներ, տարիներ կհավաքվենք, կնստենք ստեղ ու արդարություն կուզենք։ Վստահ եք, որ Նարեկ Սարգսյանը։ Այո, վստահ ենք։ Իսկ այդ տղային փորձել եք ման գալ գտնել։ Այդ տղան այս պահին փախած է, չգիտենք, ոչ մեկ էլ չգիտի ուրա։ Ասել է ու դատարանի դռնով փախել է դատավորի։ Ման եկել եք անում։ Դե ման եկել են, գնես չի որ սաղասել հիմա որ տենանք հաստատ կբռնենք իրան։ Անազգանունը կասեք։ Անուն ազգանուն Մինասյան Արսեն։ Այսքան մարդ հաստատ որ ճարի իրան 100% կբերի գանձնի ոստիկանությանը։ Սպանված վիճակում։